Կալանքի տակ է Դավիթ Մինասյանը, առողջական ծանր վիճակի մեջ է, ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը նրան պահում կալանքի տակ։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը գիտի ինչի է պահում, բայց որ ջահել երեխա տղա է, անգամ եթե հիվանդ չլներ, անգամ եթե իր հիվանդությունը զուգահեռներ չանցկացնենք, դեմ լինենք այդ ամեն ինչին ու զերծ մանանք, ինձ թվում է, որ ջահել երեխա տղա է, կարելի է զիջել, մանավանդ Սուրբ օրով, մանավանդ եկեղեցիում, բաներ կա, անպայման չի դատարանով ինչ-որ մեկը դատվելուց 40 հոդվածները կիրառեն, կարելի է այս երեխան ուղղակի որպես լավ դաստիարակված կուլտուրական տղա, նորմալ ընտանիքից, մայրը նորմալ կերտ, ոչ բոմժեր, ոչ էսեր, ոչ էներ, եթե անգամ մտածենք արել է, կարելի է մի անգամ էլ նավստրեչու գնալ այդ բանը զիջել։ Մենք էլ ենք լիքը բաներ զիջել ենք, զիջում ենք, հələ զիջում ենք։ Ու պարզ չի միջև երբ պատի զիջենք։ Չի կարելի, տղա երեխա է։ Նրան որ բաց էին թողել կամ տեղափոխում են լրագրողները, որ հարց տվեցին, ես պատահական տեսա, որ ասում է, ես լավ եմ, ինձ ոչ մի բան չեն արել, հարցը չեմ պատասխանի։ Դա արդեն խոսած նրա ազնվության ու կայուն կանգնած բանը լինելու մասին։ Կարելի է մարդկանց կոտրել։ Ջահել երեխա տղա է։ Ում հետ չի լինում։ Մի հատ մտեք տրոլեյբուսների, ավտոբուսների մեջ տեսեք ոնց են իրար հում ուտում։ Այդ դա է ստացիաները։ Մեկը մեկին ինչ ասես չի ասում։ Երեխա տղա է, գուցեև հավատքով է շեղված եղել, մենք չգիտենք։ Վատ մտքով չեմ ասում, չի կարելի։ Երեխա տղա է, կարելի է իրան հանել։ Հələ այսքան ժամանակ քրեակատարողական հիմնարկը ոչ մեկին ուղղված դուրս չի հանել։ Մի քանի խյով ուղեղված անգամ, բայց ջահել երեխա է գնա կոտրվի, մանավանդ դուք ինքներդ տեսաք, որ ինքը կիրթ տղա է։ Փողոցի տղա չի, քուչի տղա չի, կարելի է գնալ, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը, ես այս պահին ապավինում եմ իր մարդ լինելու ու մարդ ծնունդի վրա, որտեվ իրան մարդա ծննդաբերը, այս մի հարցում թող ուղղակի աջակցի այն ջահելներին, չեմ ասում մորը, չեմ ասում աջակիցներին, ես պատահական նորից անցնում եմ ու դուք հարցեքտվի ասում եմ, կարելի է մի անգամ էլ փողզիջման չգնալ, ուղղակի զիջել, sense մնալ տղա իրականում։ Բայց օրինակ հպականները ձեր ասացի հակառակն են անում, ծաղրում են, ասում են թող քրեակատարողական հիմնարկում վերջի զանգը նշի, օրինակ Գարիկ Սարգսյանը։ Ես չգիտեմ Գարիկ Սարգսյանի չեմ ճանաչում։ Կոկորտիլոսները։ Ես չգիտեմ կոկորտիլոս պահուղա, բուսա եւ այլն։ Ասեմ ձեզ անկեղծ որ իմանաք։ Պալուբոմո, հələ մի հատ հումորով վերաբերվեք, ասում եք քպական։ Դուք տեսել եք կյանքում անգամ քյաբաբը, ինչը որ քյով է սկսվում։ Հերոյ եմ ես։ Անգամ քյաբաբ բառից սկսենք, այդ շարունակենք։ Այս էլ պսևդո իմ հումորա, չի կարելի։ Մարդ պետքա մարդ մնա։ Յուրաքանչյուրիս հետ կարա լիքը բաներ լինի։ Ես խնդրում եմ մի քիչ ավելի նորմալ ու դրես զրավի նայենք էլ այս սիտուացիային։ Այդ մի երեխան ինչ պատի տա քրեակատարողական հիմնարկին։ Ինչ պետք է անի այդ երեխան այնտեղ։ Եվ վիզուալ որ նայում ես այս երեխան, զգում ես որ երեխան արդեն ինքը ճնշված երեխա է, չի կարելի օգտագործել այդ պահը։ Ու ոչ մի հոգեբան չի կարող նման երեխան հետ բերի կամ աշխատի տենց երեխան, որտեվ ինքը արդեն այն ոնց ասեմ, ձուն ոնց որ ջարդվի դեղնուց է դուրս գա։ Հիմա ինչ է կարծում, որ ձուն դնեք այդ կարլուպայի մեջ, կեղևի մեջ, էլի նույնը պետք է լինի, չէ, արդեն ինքը իրանը ստացել է։ Կարելի էր այտենց այդ պահով պատժել, հսկողության տակ դնել թաղայինին ու վերջացավ գնաց։ Ինչ եք վարդացնում։ Քրեակատարողական հիմնարկն է ջերմուկ չի ու արձանի չէ, որ ազատ տեղերեն գնան նստեն ուղղվեն իրան այդ դասեր տա։ Դες բան գոյություն չունի այս կյանքում։ Բայց կարծում եք Նիկոլ Փաշինյանի հրահանգն է, որտեվ ինքը ասում է ես չեմ խառնվում քրեական գործերին։ Ես էլ չեմ խառնվում իր գործերին։ Ես որպես մարդ Երևանցի իսկական ասում եմ, երեխա տղա է, արել է։ Ասենք արել է, ես այդ վարկածն եմ վերցնում վատը, արել է։ Ուզեցել է ձեռով հրի։ Հիմա դուք էլ որ իմ սիրտը նեղա, մի քիչ երկարացնեք, կարող ասել դե լավ էլի։ Կամ ինչ-որ մի բան, ինչ անենք։ Դա զանցանք է, հանցանք չի։ Չի կարելի այդ աստիճանի ամեն ինչը իրոք քաղաքական երանգներ տալ բան։ Ասենք ամոթա կամ դու վարչապետ տղա ես, պարոն Նիկոլ Փաշինյան, այս քո ախրանան։ Ես հիմա ինչ, տեսեք ինչ եմ ասում, իր ախրանան, որ կանգնած էր։ Դուք նկատեցիք անվտանգության համակարգի աշխատողը, օձիկը բարձրացնում ասում է, ձեր մի տվեք, թողեք դուք կանգնած մնա։ Ինքը այս օձիկը պետք է իջացներ, առանց օձիկը բարձրացնելու խոսեր, որ ուշադիր նայեն նկարներին, նկատողություն կանեն նաև այդ ախրանային չի կարելի։ Մենք ով ասենք սարերից չեն կիչեի վերջո։ Կներեք, ես երեխա չունեմ, Նիկոլ Փաշինյանին չեմ ճանաչում։ Ընդհանրապես ես ընդունում եմ հայ, տղամարդ, տղու, կլինի կալանավոր, կլինի պերաշկու լադուկ տեղափոխող, կլինի ով ուզում է լինի մարդ, որ ծնվում է, մարդ էլ պետք է մահանա։ Ընթացքում ինչ էլ անում է, թեթև զանցանքները կարելի է։ Հանցագործ չի, բան չի, երեխա տղա է, ցիպլոնակ երեխա է, պարզ ասեմ։ Ոնց կարելի է։ Ոնց կարելի է։ Ոչ պապազող տղա էր, ոչ թռնող էր, ոչ աքսորը քշող էր, չի կարելի երեխա տղա, հիմա որ տենց քաղաքական աստառներ են տալի, ոնց որ մարդ են մանգալի հումում ուտեն, հոտես չի, ընտրվում եք, չէ, ինչ կապ ունեն քյորփա երեխան,
16 տարեկանը խելացի տղա, դե 15-ից ամուսնություն ուրեմ դրեք օրենքով սաղել հիմա մարդու կնիկ են ուզում, գիտեն կյանքը կարճ է, այս էլ այելի հումոր, հատե չի կարելի, не все, что блестит золото, ընկերներ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Անեմ Աբգարյան, որպես այստեղ եմ որպես ծնող, որպես մայր, որպես մանկավարժ եւ որպես բնականաբար հայ քաղաքացի։ Եվ բավականին սրտի ցավով եմ նայում 18 տարեկան երեխային, պատանի երեխային, ով դեռևս դպրոցում է, կարա արժանանա այսպիսի թշնամանքի, որը որ տիրում է ամբողջ Հայաստանի Հանրապետության մթնոլորտը ամբողջ աղտոտված է։ Ամեն ուր որ կողմ որ շրջվում ես, թշնամանք է տարածվում ու երեխան դարավ այդ թշնամանքի զոհը։ Ձեր կարծիքով ինչու են պահում կալանքի տակ, որտեվ ակնհայտ խնդիրներ ունի առողջության հետ կապված եւ ցավոք սրտի նաեւ մենք դեպքեր ունենք, երբ որ վատ առողջական վիճակով կալանավորները ի վերջո մահանում են։ Այս ամեն ինչը իշխանություններին դաշ չի լինում, Արմեն Գրիգորյանի պատմությունը, Մանվել Գրիգորյանի պատմությունը, դեռ նաեւ իրենց իշխանության օրոք եղավ հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանի պատմությունով մահացավ քրեակատարողական հիմնարկում, ինչու հումանիզմ չեն դրսևորում։ Իրականում ասացի, որ մեր յուրաքանչյուր քաղաքացի ամեն վարքյան կարող է հայտնվել այս նույն իրավիճակում, բոլոր մայրերը, ծնողները կարող են հայտնվել Դավիթի մամայի կարգավիճակում, որը ահավոր սրտի ցավով, որ հայ մարդ ես չես կարողանում հանգիստ օրդ անհնար սկսվի։ Հարցին անդրադառնամ այսպես բնականաբար ընտրություններից առաջ որևէ վախի մթնոլորտ չդի ստեղծումը անդրադառնանք որ չմոռանան այս իշխանությունները որ 18 թվականի հեղափոխությունը արեցին նույն այս երիտասարդ տղաները որոնց որ նկատմամբ հիմա կիրառվում են այսպիսի կոշտ մեթոդներ ու իրականում եթե տեսանյութը դիտում ես ու կարող ես օբյեկտիվ գնահատել ես երեխա էր այնտեղ ու չհասկացավ ինչ կատարվեց ու այս գործը որ հենց հիմա այն մեր տարբեր մամերներում շրջանառվող արտահայտություն կա կարում են իրոք դու կողքից տեսնում ես այս երեխան զոհադարձել ու բնականաբար ոնց հասկանում ենք այս սերունդը շատ ակտիվ սերունդ է որին որ ցանկանում են լրացնել բայց չեմ ուզում ավելի շատ ինչ որ կրկնվող բառեր ասել, պարզապես այստեղ ենք աջակցելու Դավիթին, որ Դավիթը զգա, որ նա միայնակ չէ, Դավիթի ընտանիքը զգան, որ մենք իրենց կողքին ենք։ Դավիթ ջան, առողջ եղիր, շուտ վերադարձիր ընտանիք, մենք այստեղ ենք, մենք քո կողքին ենք, մեր ձեր ընտանիքի կողքին ենք, Դավիթ ջան։ Դավիթից հեռու ու բոլոր երեխեքից, եղբայրներ ու քույրեր, ժողովուրդ ջան, ազգ սիրելի, ամենքս էլ ունենք զավակներ եւ դուք ոստիկաններ պարկեշտ երբ ամեն ինչ կարող է լինել սարսափում ենք որ դարձյալ նրանք կրակի մեջ կհայտնվեն այդ որ մի ծնողի մտքով չի անցնում որ 5000 քանակը զոհված ջահելների զուլալ հնարավոր է ավելանա անվերջ Եվ անում ենք արդյոք ամեն ինչ անհնարինը նույնիսկ, որ աղետը կանխենք։ Եկեք մեր դռներն իրար դեմ բացենք, եկեք մեր վսեմ Հայաստանի ոգին փառատենք, եկեք տղայի են էլ անառողջ թիկունքին կանգնենք, թույլ չտանք, որ անմեղ երեխեքի թիվը Տեր Աստված դառնա 5001 չքնաղ հայ կանայք բարությամբ լի դատախազության շեմքի մոտ կանգնած միայնակ չի թողնի մեր ժողովուրդը Դավիթին եւ ձեզ Ձեր կարծիքով ինչու գլխավոր դատախազը ով եւս մայր է չի միջնորդում որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվի Հույսը դրել է երևի նրա վրա որ կմնա հավերժ իշխանության
այս իրենց իշխանություն, որը ժողովրդից այնքան հեռու է, որ դժվարանում եմ ասել ինչքան։ Եվ գուցե որպես կին մի օր արթնանա ու այսպես մտածի, որ չի կարելի, որ կապ չունի հայ կինա, հայ մայրա, որպես մարդ հնարավոր է այդպես ապրել, հետո ոնց պետք է ապրեն, միայն ինքը չի, ոնց պետք է ապրեն սրանք հետո, ոնց, միևնույնը հավերժ չի իրենց, թե հույս ունեն այս ընտրություններին կհաղթեն, չէ, ժողովուրդը արդեն շատ կուշտ է իրենց։ Չի անցնի ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը։ Եթե ընտրությունները լինի, նախ դրա մասին ասեմ, լինի ժամանակին եւ մեր ընդդիմությունը վերջացնի այս խաղերը կան ընդդիմադիր ուժեր, հիմնականում լավը խոշորները չեն, մանր ուժերը, ուրեմն իրանց այդ խաղերը, այդ ամբիցիաները, ամոթը, հիմա ամբիցիաների մասին մտածել նույնիսկ, որ վարիա գնում ես մեր չքնաղ երկիրը, ամբիցիաների մասին են մտածում, ամեն մեկը մի փիլիսոփայություն անում իր գլխի մեջ, որ սենց անենք, չէ, այդ սրա ջրաղացին ջուր լցնել, այդ բոլոր խոսակցությունները, կեղծ, միացեք ժողովուրդ ջան, իմ կարծիքն եմ ասում և գնալով շատ անում է այդ կարծիքը մեր ժողովրդի մեջ, որ արդեն նայելով Քոչարյանի ուրեմն այն ժամանակվա եղած աշխատանքի վրա, ես իմ իջայլոց գրել եմ ինչ, բոլորը ասում են երկրորդ նախագահ, չէ, մի քիչ ճշտենք, եռակի նախագահ, ավելի ճիշտ, եռակի նախագահ, մի անգամ Արցախում, երկու անգամ այստեղ, երկու սռոք, և նա կարող է անի 100%-ով այս երկիրը այս ճահճի մեջից, Սամվելին կողմ եմ երկու ձեռքով, բայց նա դեռ կլինի նախագահ, կամ վարչապետ չգիտեմ, իսկ հիմա, հենց հիմա, այսօրվա օրով, միայն Քոչարյանն է, դրա համար ժողովուրդ ջան, այդ կեղծ խոսակցությունների վրա ուշադրություն մի դարձրեք, այդ կեղտոտ, սև զրպարտանքների, իսկ 20 տարի այդ մարդուն զրպարտում են, ախր դուք գիտեք ինչ, շատերը դատարկ են խոսում, ոչ մի փաստ չունեն ասելու, որ Դեմեստալի պատին նոր ասում են, վայ, բա ինչ ես զրպարտում այդ մարդուն, ամեն շատերին ասում եմ, լավ չի ասել, հայհոյում են հետևից, ասում եմ հիմա տանեմ իրան մոտ կամ իրան տղեքի մոտ, այդ խոսքը կասես, իր երեսը, այդ ինչ խասետ կեղտոտ հետևից խոսալ, ինչի համար, որ իր կյանքը նվիրել է ազգին, այդպես չի, համեմատեք ինչ էր, ցուրտում ու տարիները ինչ էր, ու հետո եկավ ամեն ինչ կարգավորեց, ճիշտ է մի անգամից չէ, բայց շատ բաներ նաև մի անգամից արեց, աշխատավարձները բոշակը բանումեսից, ժողովուրդ ջան, խելքի եկեք, խելքի, շնորհակալություն։